1990 թվականին արդեն երևս խորհրդային ժամանակաշրջանում ադրբեջանական խորհրդային իշխանությունները գնացին Շուշիի լիակատար հայաթափման, այդ կիսանդրին նրանց գործողություններից հետո իրենք ոչնչացրել են եւ արդեն Շուշիի ազատագրումից տարիներ անց մեր հայերի, հատկապես Ռուսաստանի հայերի միության ջանքերով ֆինանսավորմամբ կիսանդրին նորից է պատրաստվել տեղադրվել Շուշիում, որպեսզի հենց նրա ծննդավայրի հանգամանքով հավերժացվի նրա այդ հերոսի կերպարը, բայց ցավոք վերջին այս Շուշիի կորստից հետո ադրբեջանական վայրագ զինվորները նորից պայթեցրել են կիսանդրին։ Ցավալի է, որ մենք տեսնում ենք, օրինակ, երբ որ եվրոպական տարբեր երկրներում կիսանդրիներ են ոչնչացվում խորհրդային զինվորներին նվիրված հուշարձաններ, լինում է շատ կոշտ արձագանք, օրինակ Ռուսաստանի իշխանությունների, ԱԳՆ-ի կողմից, արտաքին գործերի նախարարության, բայց կարծեք անուշադրության է մատնվում Արցախում հայ հերոսների թողած ժառանգությանը, նրանց նվիրված հուշարձաններին եւ նման ճակատագրի արժանացավ նաեւ, ինչպես մարշալի հանգամանքը նշեցիր, Հադրութի մեր նշանավոր մարշալ, ավիացիայի մարշալ, որում հայրենական մեծ պատերազմի ժամանակ առաջինը մարշալի կոչում, զինվորական կոչում ստացած ավիացիայի մարշալ Արմենակ Խամփերյանցի տուն-թանգարանը եւ նրա առջեւ դրված ինքնաթիռը հուշարձանով, այսինքն այդ ժառանգությունը, իսկ խորհրդային շրջանի նույնիսկ հայրենական մեծ պատերազմի հայ հերոսները, որ կարծեք ուղիղ զուտ Հայաստանի հետ միայն չէին կապված, այլ համախորհրդային ժառանգությունը նաև Ադրբեջանում բացարձակապես ադրբեջանական իշխանությունների կողմից մերժելի են եւ Արցախում ոչնչացվում են այսօր։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։